Գյուղական համայնքներում աղջիկների եւ կանանց սոցիալական դերի շուրջ ձևավորված կարծրատիպերը շարունակում են ազդեցություն ունենալ նրանց կյանքի տարբեր ոլորտներում։ Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնն է թեման ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի կանանց հիմնադրամի հետ համագործակցությամբ Կվինֆոյի ֆինանսական աջակցությամբ իրականացնելով թույլտվություն ենթադրամաշնորհային ծրագիրը։ Թույլտվություն բառը ինքնին իրենից ներկայացնում է մի պատնեշ, մի արգելք, որը խոչընդոտ է հանդիսանում հատկապես գյուղաբնակ կանանց եւ աղջիկներին հասնելու իրենց նպատակներին։ Ազատ ու անկաշկանդ որոշումների վրա ազդող սահմանափակումները 30 կոմիքսների տեսքով են ներկայացվել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ Դրանք ներկայացնում են տարբեր իրավիճակներ, որոնցում հայտնվում են կանայք ու աղջիկները, բախվելով թույլտվության մշակույթին։ Յուրաքանչյուր կոմիքսը մի պատմություն է, մի ընտանեկան իրավիճակ, որը մեր ներկայիս իրականությունն է ներկայացնում, այսինքն այն հորինված չէ, չափազանցված չէ։ Հաճախ խաչվում են 3 սերունդների կանայք եւ աղջիկները։ Ունենալով տարբեր ակնկալիքներ միմյանցից, ունենալով տարբեր երազանքներ եւ տարբեր պատկերացումներ դրականի ու լավի մասին, հաճախ այդ հանգամանքով ծնվում են խտրականություն, ծնվում են սահմանափակումներ եւ ստացվում է այնպես, որ գյուղաբնակ կանայք եւ աղջիկները ստիպված են իրենց ամեն մի քայլի համար թույլտվություն ստանալ։ 30 կոմիքսները ներկայացնում են 14-ից 22 տարեկան գյուղաբնակ աղջիկների եւ կանանց իրական փորձառությունները։ Դրանք տարածվել են առցանց թույլտվություն հեշթեգով սոցիալական մեդիա արշավի միջոցով, նպաստելով թեմայի շուրջ հանրային քննարկումների ակտիվացմանը։ Կոմիքսների պատկերներով տպագրվել են նաեւ կտորե պայուսակներ։ Մեր խոսքը ավելի լայն լսարանների հասցնելու համար մենք տպագրեցինք 90 պայուսակ եւ այդ 90 պայուսակները մենք բաժանեցինք մեր գործընկերներին եւ տարբեր գործընկեր կառույցների եւ բոլոր նրանց, ովքեր եկել էին եւ մասնակցեցին ցուցահանդեսին։ Այս կերպ մենք պատկերներ եւ կոմիքսները դարձրեցինք ավելի շարժական եւ ավելի տեսանելի։ Այս կերպ նրանք դուրս են գալիս ցուցասրահից եւ մուտք են գործում, հասնում են առօրյա կյանք մարդկանց։ Երկու նկարչուհիներ են աշխատել կոմիքսների ստեղծման համար, նշում են, սա այն դեպքն է, երբ արվեստը դուրս է եկել իր սահմաններից։ Իմ վրա շատ է տպավորվել, որ փոքրիկ երեխան ուզում է հեծանիվ քշի ու մայրը չի թողնում, ասում է, չէ, դու տղա չես, դու պետք է հեծանիվ չքշես։ Կամ մի ուրիշ տեղ, երբ փոքրիկ երեխան ուզում է բարի հաճախի, ասում են, չէ, դու աղջիկ ես, դու ամոթ է, ասենք այդ կարգի խնդիրներ չպետք է լինեն։ Սա պարզապես դիզայն չէ կամ հասարակ պայուսակի տպագրություն, այլ այն ուղերձ է, եւ այդ ուղերձը այսօր կարող ենք մենք կրել մեր ուսերին եւ այդ տարբերակով բարձրաձայնել այն ամենի մասին, ինչի մասին, որ ցավոք սրտի շատ հաճախ լռում ենք։ Միջոցառման ընթացքում կազմակերպված պանելային քննարկումը բարձրաձայնել է գյուղաբնակ աղջիկների եւ կանանց սոցիալական վարքագծի սահմանափակումները, դրանց հետևանքներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով կտորե պայուսակների բաժանմամբ եւ բուռն քննարկումներով թույլտվություն եզրույթի ազդեցության շուրջ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։